Անդրադառնալով վարորդի մասնակիցների ուսումնասիրելու միջնությունը դատանը որոշում է կայացնել։ Մեղադրել Հայկ Բերչի Պրոշյանի նկատմամբ ընտրված առընտրանքային խափանման միջոց տնօրինքը վերացնել եւ որպես առընտրանքային խափանման միջոց կիրառված բացակայել արգելքետ համատեղ կիրառել վարչական հսկողությունը։ Մեղադրել Հայկ Բերչի Պրոշյանի վարչական հսկողության կիրառման ժամանակահատվածում պարտավորություն շաբաթը մեկ անգամ գրանցվել պրոբացիայի ծառայության մեղադրյալի բնակության վայրի իրավասու մարմին։ Արգելել առանց վարորդն իրականացնող մարմնի թույլտվության փոխել մշտական բնակության վայրը Արմավիրի մարզ Վաղաշապատ համայնքը։ Վերջինս արգելել հաղորդակցվել Սուն վարորդով մասնավոր մասնակիցների և արագածոտնթերի հոգևորականների հետ։ Արգելել այցելել թեմի նստավայր, ինչպես նաև հայ առաքելական սուրբ եկեղեցիներ արագածոտնի մարզում գտնվող։ Որոշումը սահմանաժամկետում կտրամադրվի վարորդի մասնավոր և հանրային մասնակիցների։ Անդրադառնալով ձեր պարոն Զորաբյան նախկինում ներկայացված միջնորդությանը, մասնավորապես Ատոմնա Բուժանի մասով դատան արդեն թույլատրել է փետրվարի 27-ին այցելել, փետրվարի 27-ին պրոբացիայի ծառայության միջոցով այցելությունը կազմակերպել էր, համապատասխան բժշկական տեղեկանքը ներկայացվել էր դատարան այցելության վերաբերյալ։ Մնացած երկու մասով առարկազուրկ է դառնում պատարակների դասը կարող է մասնակցել անդրադառնալով քննչական կոմիտեից ստացված պատասխանին մասնավորապես բավականին ծավալուն է տեղայնի մասնակիցները ցանկություն ունենան կողմի տրամադրենք ծանոթանալու, մասնավորապես վկայակոչվել են Պետական դատարանության օրենսգրքի 10, 15-րդ, 168-րդ, 199-րդ, 200-րդ հոդվածները, ինչպես նաև նշված իրավակարգումների վերաբերյալ վերլուծությունը մանրամասն իրականացվել եւ պատասխանում են, որ սույն դեպքում հաշվի առնելով, որ երևս քննության փուլում է գտնվում, չեն կարող դատարանը տրամադրել նյութերը, ինչպես նաև դեպքերն են առանձնացրել, որ դեպքում կարող են նյութերին ծանոթանալ, եթե անհրաժեշտություն ունենք մենք փոխանցենք։